Ընտրությունների արդյունքները ուժի մեջ չմտած գործող խորհրդարանն արդեն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները։ Քաղաքացիական պայմանագիրը դրական եզրակացությամբ վաղվա արտահերթ նիստին միանգամից երկու նախագիծ ուղարկեց։ Առաջինով կառավարող թիմի անդամներն առաջարկում են քվեարկելու իրավունքից զրկել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք նախընտրական ցուցակները հրապարակելուց առաջ վերջին 1 տարվա առնվազն կեսը հայրենիքում չեն եղել։ Բացառություն կսահմանվի միայն ուսման մեկնածների եւ պետական գործուղումների համար։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը չթաքցրեց Ռուսաստանից ընտրողներ բերելու ահազանգերն են հաշվի առել։ Մեր ստեղ ապրող քաղաքացիներից ահռելի ծավալի բողոք ենք ստացել։ Թե ինչի ես պիտի ստեղ ապրեմ, իմ երեխաներին մեծացնեմ, հարկ տամ, մեր ապագային միտված, պետության ապագային միտված քայլեր իրականացնեմ եւ իմ տեղը որոշում կայացնեն անձինք, որոնք որ Հայաստանի Հանրապետության հետ էականորեն կապ չունեն։ Կառավարությունն էլ է դրական եզրակացություն տվել, բայց առաջարկում է բացակայելու ժամկետը երկարացնել, ընտրելու հնարավորություն տալով վերջին 2 տարվա առնվազն կեսը 1 տարին Հայաստանում ապրած քաղաքացիներին։ Օրենքի հեղինակները չառարկեցին փոփոխություններն ամենայն հավանականությամբ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարվեն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը համաձայն չէ, թե սահմանափակվում է մարդկանց ընտրական իրավունքը։ Հակառակը թույլ ենք տալիս, որպեսզի մենք իրական ժողովրդաիշխանության տրամաբանություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը ի վերջո ծավալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նախագծի քննարկմանը ընդդիմությունից մասնակցում էր միայն 2 ամիս առաջ Հայաստան խմբակցությունից պատգամավոր դարձած Գագիկ Համբարձումյանը, որը հայտարարեց, թե այս սահմանափակումը հակասում է սահմանադրությանը, որտեղ նշվում է 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք։ Բացառություն մայր օրենքը չի սահմանում։ Թե խախտվում է անհատի ազատ տեղաշարժի իրավունքը, то չգիտեմ, որ մի հազար սահմանադրական իրավունքներ։ Դուք գոնե գիտակցում եք, որ այս փոփոխությունը պարզապես հակասահմանադրական փոփոխություն։ Հարյուրավոր պետությունների մեջ հանգարցկթել եք մի քանի պետություն, որը այս նման կարգավորում է եղել եւ դա էլ արդարացնելու հանգամանքով։ Համատեղ հայտարարությամբ նախագիծը խիստ քննադատել են քաղաքասարակության մի շարք կազմակերպություններ, որոնք պնդում են, թե օրենսդրական այս փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական եւ անհամաչափ սահմանափակում, վտանգելով ժողովրդավարական սկզբունքները եւ խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Իրավապաշտպանները հիշեցնում են, որ նախագիծն առանց հանրային քննարկման անմիջապես դրվել է հրատապ ընդունման։ Ընդդիմության փաստացի բոյկոտի պայմաններում իշխանության նախաձեռնությանն աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։ Չցանկանալով կրել դժվարություններ գնացել են արտերկիր ու մոռացել են այս երկրի մասին եւ հանկարծ ինչ-որ մի բայի հիշում են եւ ուզում են գան քվեարկել։ Մենք պետք է այդ մարդկանց թողնենք քվեարկել, իհարկե ոչ։ Մենք պետք է ավելի խիստ լինենք։ Օրենսդրական մյուս նախաձեռնությամբ էլ իշխանություններն առաջարկում են 1-ից 2 տարով երկարացնել ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներին անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Այստեղ Գեղամ Նազարյանն ավելի հեռուն գնաց։ Այն քաղաքական ուժը, որը իհարկե դատարանով կապացուցվի, որ համակարգված ձևով զբաղվել է փողաբաժանությամբ, համամասնական ցուցակի առաջին 50 համարները 30 տարով զրկվեն այդ ձեր թվարկած պաշտոնները զբաղեցնելու։ Շատ դուրեկան ու շատ գրավիչ է թվում այդ առաջարկը եւս։ Վաղն առավոտից օրենքները կդրվեն պատգամավորների սեղանին արտահերթ լիագումար նիստում։ Ինչով է պայմանավորված այս շտապողականությունը, արդյոք իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, այսօր բացառեց ներքին գործերի նախարարը։ Վարչապետն էլ օրերս ասել էր, թե դեմ է եղել, որ փոփոխություններն արվեին ընտրություններից առաջ։